Լոռի Փամբակի երկրագիտական թանգարանում Շիրակի երկրագիտական թանգարանի հետ համագործակցությամբ ցուցադրվում է Շիրակի մշակույթ խորագիրը կրող համատեղ ցուցադրությունը, որում տեղ գտած ցուցանմուշները պատկանում են Շիրակի երկրագիտական թանգարանին։ Ցուցադրության մեջ տեղ են գտել Բենյամինի հնավայրից գտածոներ, որոնք թվագրվում են Քրիստոսից առաջ 6-րդ դարից մինչև մեր թվարկության 3-րդ դարը, ինչպես նաև Մեծ Սեպասար բնակատեղիի եւ Քեթիի դամբարանադաշտի վաղ բրոնզի դարաշրջանի հնագիտական գտածոները։ Շիրակի մշակույթ ցուցադրության մեջ տեղ են գտել վաղ բրոնզի դարաշրջանից սկսած մինչև անտիկ ժամանակաշրջանը թվագրությամբ, այսինքն հսկայական մի ժամանակաշրջանը, իհարկե տեղ են գտել կավանոթներ, մետաղական իրեր, որոնք եղել են ինչպես տնտեսական նշանակության, ինչպես արհեստների մասին են խոսում, այնպես էլ ծիսական նշանակության շատ արժեքավոր ցուցանմուշներ կան։ Շիրակի մարզը բնակլիմայական եւ աշխարհագրական դիրքով նպաստավոր է եղել, որ մարդիկ վաղնջական ժամանակաշրջանից բնակություն հաստատեն այդտեղ թե սարահարթային, թե լեռնային գոտիներում։ Մինչև այդ եղած մշակույթի, այսինքն էնեոլիթյան դարաշրջանից պիտի որ ժառանգված լիներ այս հարուստ ժառանգությունը։ Եվ այստեղ տեղ գտած բոլոր ցուցանմուշները իհարկե խոսուն ապացույց են այն բանին, որ Շիրակի ուրեմն տարածաշրջանը դեռևս այդ ժամանակաշրջանից ի վեր եղել է խոշոր տնտեսական կենտրոն, ադմինիստրացիոն կենտրոն, այդտեղով անցել են շատ կարևոր առևտրային ճանապարհներ, այսինքն տարանցիկ խաչմերուկ է եղել արևմուտքի եւ արևելքի միջև։ Ցուցադրված են Սեպասարից Բենյամինից հայտնաբերված ինչպես կիրառական, այնպես էլ ծիսական նշանակություն ունեցող ու տարբեր զարդանախշերով առանձնացող իրեր, առարկաներ։ Օջախ, ծիսական նշանակության համար օգտագործված անոթներ, որոնք կենդանակերպ են եւ հիշեցնում են ձիու կամ եղջերավոր կենդանիների։ Բազմաստվածությանը վերաբերվող կավանոթ, Դիոնիսոս Աստծո դիմապատկերը շուրթի վրա, ինչպես նաեւ տիրի եւ միհրի արձանիկները, որոնք թվագրվում են մեր թվարկությունից առաջ առաջինից 2-րդ դարերին։ Բենյամինի հնավայրից, որը բազմաշերտ եւ բազմադարյան պատմություն ունեցող, այսինքն այդ շերտերի մեջ մշակութային ամփոփվում են մի քանի հազարամյակներ, թվագրվում է Քրիստոսից առաջ 6-րդ դարով մինչև մեր թվարկության 3-րդ դարը եւ Աքեմենյան Պարսկաստանի տիրապետության ժամանակաշրջանն է ընդգրկում եւ հելլենիստական ժամանակաշրջանը արդեն։ Կարող ենք նշել Սեպասարի բնակատեղին, որը վաղ բրոնզեդարյան բնակատեղի է եւ այդտեղ շատ հետաքրքիր եւ այդ ժամանակաշրջանի համար չկրկնվող արդյունք է հայտնաբերվել պեղումների արդյունքում։ Բլրի վրա է եղել սրբավայր քառակուսի տրամագծով եւ այդտեղ հայտնաբերել են հնագետները 7 գայլերի զոհաբերության թաղման ծես այս ժամանակաշրջանի վերաբերյալ նման տեսարան այլևս որևէ տեղ չեն հանդիպել։ Առանձնահատուկ են մեր թվարկությունից առաջ թվագրվող իրերը 12-ից 9-րդ դարերի նետասլաքներ, տարբեր ժամանակաշրջանի պերճանքի առարկաներ, կնիքներ, հայելի, դուռ, սրինգ եւ այլն։ Ըստ ունեցած գտածոների Լոռու եւ Շիրակի տվյալ ժամանակաշրջանի մշակույթը ունեն եւ նմանություններ եւ տարբերություններ։ Քանի որ ներկա պահին ունենք նաև Լոռվա տվյալ ժամանակաշրջանի մշակույթը ներկայացված եւ Շիրակին է, երբ որ համեմատականներ ենք անցկացնում, օրինակ վաղ բրոնզեդարյան կավանոթների մեջ իրենք տեսնում ենք, որ նույն ձևվածքն ունեն, նույն ծիսական կիրառությունն են ունեցել, նույն մետաղական փայլով են առանձնանում եւ իհարկե այս առումով նմանություն կա, բայց որ գալիս ենք արդեն ավելի ուշ ժամանակաշրջան, այսինքն միջին ուշ բրոնզ երկաթի տարբերություններ կան իհարկե։ Լոռեում այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու եւ հաղորդակից դառնալու Շիրակի բազմադարյան հարուստ ժառանգությանը մինչեւ հունիսի 10-ը։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։